Աֆղանստանը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խնդրանքով ժամանակավորապես դադարեցնում է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները։ Պակիստանը ևս հայտարարել է, որ Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ 5 օրով դադարեցնում է գործողությունները, սակայն լարվածությունը պահպանվում է։ Ավելի վաղ հաղորդվում էր Քաբուլում հարվածների մասին, որի հետևանքով աֆղանական կողմի տվյալներով զոհվել է շուրջ 400 մարդ։ Պակիստանը հերքում է պնդելով, որ թիրախավորել է միայն ռազմական օբյեկտները։ Բախումները սրվել էին փետրվարի վերջից, երբ կողմերը հայտարարեցին բաց պատերազմի մասին։ Մարտի 18-ին Իսրայելի բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարբեր շրջաններին, թիրախավորելով Հզբոլահի հրթիռային կայանքներն ու ենթակառուցվածքները։ Ամենածանր հարվածները գրանցվել են Բեյրութում, որտեղ 2 հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 6 խաղաղ բնակիչ, վիրավորվել 24-ը։ Հարվածներ է հասցվել նաև հյուրանոցներից մեկին։ Ինտենսիվ ռմբակոծություններ են տեղի ունեցել նաև երկրի հարավում։ Լիբանանի տվյալներով մարտի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 912 մարդ, իսկ ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամը չի ազդի Ուկրաինային տրամադրվող աջակցության վրա։ Նրա խոսքով ոչինչ եւ ոչ ոք չի ստիպի մոռանալ Ուկրաինայում տեղի ունեցողը։ Կողմերը ստորագրել են նաև պաշտպանական գործակցության համաձայնագիր, իսկ Իսպանիան այս տարի նախատեսում է Ուկրաինային տրամադրել շուրջ 1 միլիարդ եվրո ռազմական օգնություն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով անցած գիշեր երկրի տարածքում ոչնչացվել է 138 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է, որ 40 անօդաչու թռչող սարք խոցվել է Կրասնոդարի երկրամասում, 35-ը Ղրիմում, 28-ը Ստավրոպոլում, իսկ մյուսները Կուրսկի և Ռոստովի մարզերում։ Բացի այդ, մի շարք անօդաչուներ չեզոքացվել են նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը եւ Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարստոդիրը ստորագրել են անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործակցության համաձայնագիր։ Համաձայնագիրը նախատեսում է խորացնել գործակցությունը մի շարք ուղղություններով, ներառյալ Ուկրաինային աջակցություն, ծովային եւ կիբերանվտանգություն, նոր տեխնոլոգիաներ եւ տնտեսական անվտանգություն։ Կողմերը նաեւ նախատեսում են ակտիվացնել երկխոսությունը տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ եւ ամրապնդել գործակցությունը Արկտիկայի և կլիմայի անվտանգության ոլորտներում։